Առավել վտանգավոր աշխարհը պահանջում է ազգային ճկունություն, վերապատրաստման կարևորությունը, ուղեցույց ծնողների համար։ Հոգեբանական տեսությունների վերլուծությամբ զբաղվող բրիտանական Simple Put Psych ակադեմիական բլոգը հրապարակել է գործնական ուղեցույց ծնողների համար։ Աշխարհաքաղաքական անկայուն ժամանակաշրջանում վերջիններիս հորդորել լրջորեն զբաղվել դեռահասների ռազմական վերապատրաստմամբ։ Քանի որ աշխարհաքաղաքական լարվածությունը սրվում է հատկապես ուկրաինական պատերազմի եւ ՆԱՏՕ-ի դերի փոփոխության շուրջ, արևմտյան երկրները, մասնավորապես Բրիտանիայի, հակամարտության մեջ ներքաշվելու գաղափարն այլևս անհավանական չի թվում։ Թեև զորակոչն այսօր Միացյալ Թագավորության պաշտոնական քաղաքականության մասը չի կազմում, սակայն լայնածավալ պատերազմի սցենարի դեպքում ազգային զորակոչի հնարավորությունը դառնում է իրական ռիսկ։ Վերջին անգամ Բրիտանիան երիտասարդներին զորակոչել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն ժամանակակից պատերազմի կանոններն արմատապես փոխվել են։ Ի տարբերություն անցյալի, տեխնոլոգիական պատերազմն այժմ մարտադաշտի որոշիչ հատկանիշն է։ Ինչու պետք է ծնողները գործեն հիմա։ Տեխնիկական հմտություններ ունեցող դեռահասներն ավելի շատ ընտրություն ունեն իրենց երկրին ծառայելու հարցում։ Այսինքն ծնողներն ապահովում են, որ իրենց երեխան կարևոր ներդրում ունենա պաշտպանության գործում առանց ուղղակիորեն վտանգելու կյանքը։ ԱԹՍ-ների եւ ցամաքային ռոբոտների օպերատորները հաճախ տեղակայված են առաջնագծից բավականին հեռու, ավելի ապահով ու ամրացված տարածքներում։ Դեռահասներին տեխնոլոգիական դերերին նախապատրաստելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը դրոնների եւ ռոբոտաշինության դասընթացների մասնակցությունն է։ Խորհուրդ է տրվում նաև տնային ուսուցում կազմակերպել FPV դրոնների համար նախատեսված սիմուլյատորների եւ խաղարկային ծրագրերի միջոցով։ Անկասկած, սա չպետք է լինի միայն մասնավոր միջոցառումներ, կառավարությունը եւ պաշտպանական արդյունաբերությունը պետք է ունենան իրենց դերը հաջորդ սերնդի նախապատրաստման գործում։ Ծնողները պետք է ձգտեն եւ պահանջեն ավելի շատ պետական ֆինանսավորում ստանալ անօդաչու թռչող սարքերի եւ ռոբոտաշինության ուսուցում ստեղծելու համար, որպես ազգային պաշտպանության պատրաստվածության հիմնական մաս։ Ռոբոտաշինությունը, արհեստական բանականությունն ու ԱԹՍ-ները զարգանում են արդյունաբերության մեջ, ուստի նման օրինակ ուսուցումն ունի քաղաքացիական արժեք, նույնիսկ եթե պատերազմ երբեք տեղի չի ունենա։ Հարկ է ընդգծել, որ առաջադեմ տեխնոլոգիաների հետ աշխատելու ունակությունները զարգացնում են կարգապահությունը, խնդիրներ լուծելու հմտությունները եւ սթրեսի ժամանակ հանգստություն պահպանելու ունակությունը, որոնք անհրաժեշտ են կյանքի բոլոր ոլորտներում։ Դեռահասները նաև իրենց հասակակիցների շրջանում դառնում են իսկական առաջնորդներ, քանի որ նրանց հմտությունները զարգանում են։ Եվ եթե քաղաքականություն մշակողները իսկապես ցանկանում են պատրաստվել ժամանակակից հակամարտությանը, ապա նրանք պետք է սուբսիդավորեն երիտասարդների համար դրոնների եւ ռոբոտաշինության օգտագործման ուսուցումը, ստեղծել պետական մասնավոր համագործակցություններ, ինչպես նաև ինտեգրել տեխնոլոգիական պատերազմի վերաբերյալ մոդուլների ազգային ծառայության քննարկումներում։